Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողների դատին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։ Այսօր ուսումնասիրել են ԿՊԱ-ական падգամավոր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի 2023 թվականի հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք Վարդանյանը հայտարարագրել է միանձնասեփականության մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա ժառանգություն է ստացել 2001 թվականի օգոստոսի 27-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա ԿՊԱ-ական падգամավորը չի հայտարարագրել։ Վարդանյանը Արսալետ ՍՊ-ում ունեցել է 53 միլիոն 974 հազար 300 դրամ փոխառություն 12.5% տոկոսադրույքով, որը տարեվերջին պահպանվել է։ Падգամավորը տարեսկզբին ունեցել է 68228.16 դրամ եւ 2201.79 եվրո, տարեվերջին 1 միլիոն 24266.71 դրամ։ Նա ունեցել է նաեւ կանխիկ միջոցներ, տարեսկզբին 300 հազար դրամ, $300 եւ 390 եվրո, տարեվերջին 650 հազար դրամ, $1200 եւ 2600 եվրո։ Հաշվետու տարում Վլադիմիր Վարդանյանի եկամուտները կազմել են 14 միլիոն 256 հազար 581.8 դրամ, որից 11 միլիոն 985 հազար 143 դրամը արժույթ ստացած աշխատավարձն է, 2 միլիոն 69 հազար 90 դրամը ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը, 480 եվրոն Վենետիկի հանձնաժողովից ստացած եկամուտը։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 միլիոն 115 հազար 694 դրամ։ Վարդանյանն իր եկամուտներից 6 միլիոն 397 հազար 334.3 դրամը հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։